Մայիսի 20-ը հայ ժողովրդի պատմության մեջ շատ կարևոր խորհրդանշանական, ուսուցողական նշանակություն ունի։ Մայիսի 28-ը ապացուցեց, երբ որ կա ազգանվեր առաջնորդություն, կա կամք, կա վճռականություն, հնարավոր է հաղթել գերակշռող թշնամուն, ստեղծել պետականություն, պահել, պահպանել։ Մայիսի 28-ի խորհուրդը մեզ սովորեցնում է, որ չպետք է տեղիք տալ թուլամորթներին, թշնամու հրահանգներին, կառչած մնալ հայկական հողին և պաշտպանել, այդ դեպքում հաղթանակը երաշխավորված։ Հաշվի առնելով մայիսի 28-ի խորհուրդը, դուք հավանական համարում եք, որ առաջիկայում այս տոնը չի նշվի պետականորեն։ Սրանց իշխանության մնալու դեպքում մեր բոլոր ազգային տոները, ինչպես չնշվեց Արցախի անկախության օրը սեպտեմբերի 2-ը, ինչպես ապրիլի 24-ը պետական մակարդակով որևէ կերպ չնշվեց, այո, ինչ-որ ժամանակ հետո նաև մայիսի 28-ը չնշվելու, որովհետև իրենք ապազգային թրքահպատակ իշխանություն են և ամեն ինչ անում են ազգային մեր ինքնությունից հեռացվելու համար։ Սիմոնյանն էլ 2 օր առաջ ասել էր, եթե խաղաղության պայմանագիրը լինի, ապա հայերը կարող են գնալ Բաքվում ապրել, ադրբեջանցիները վերադառնալ այն գյուղեր, որտեղ ժամանակին Հայաստանի Հանրապետության տարածքում են ապրել, սա որտեղ է։ Ես կարծում եմ իշխանափոխությունից հետո միակ վայրը, որ Ալեն Սիմոնյանը կարող է ապրել, դա Բաքուն է, հավանաբար ինքը խոսում է դրա մասին։ Մեկին մի քանի անգամ գերազանցող թուրքերի դեմ է դուրս եկել հայ ժողովուրդը Սարդարաբադում, Բաշարաբարանում, Ղարաքիլիսայում։ Միաժամանակ 3 տեղ կռիվ է տվել թուրքերի կազմակերպված բանակի դեմ։ Հասկանում եք։ Շատերը կային, որ այն ժամանակ էլ ասում են, թուրքերը կարող են մեր եղբայրները լինել եւ այլ։ Եվ մեկը եկել էր զենք ուսին կանգնած, ասում էր, որ թուրքերը, որ Գարեգին Նժդեհի կինոն տեսել եք։ Մեկ ուզում է, ասում է, դե զենքը տուր ինձ, գնա քո եղբոր մոտ, որտեվ եղբոր մոտ զենքով չեն գնում։ Գնա տենամ եղբայրդ քեզ կընդունի, մենք էլ կասենք այո, որ դուք եղբայր եք։ Եղբայրը գալիս է մեր եկեղեցիները քանդի, եղբայրը գալիս է մեր տունն ավերի, տենց եղբայր կա։ Այս պարտվողականությունը, այս ընկճվածությունը, այս հուսալքությունը, մարդկանց մեջ այս դժբախտության անընդհատ սպասումը ամեն օրվա, այս վիճակից ժողովրդին պետք է ազատել։ Պետք է գա մի սերունդ, որը ոչ թե խաղաղություն է մուրում, այլ խաղաղություն է նվաճում։ Ուրիշ ձև չկա։ Թուրքիան չի հրաժարվում իր ցեղասպան նպատակներից, չի հրաժարվում։ Երբ որ չի հրաժարվում, դա նշանակում է անընդհատ դա կկրկնվի։ Եվ միայն մեն դեպքում է կանգնում դա, երբ որ հայ ժողովուրդը հասկանում է, որ ուրիշ ճանապարհ չկա, դրանից ազատվելու պետք է համախմբվենք եւ պայքարենք։ Եվ երբ որ պայքարում են Արամ Մանուկյանի նման այդպես հաղթում ենք եւ ունենում ենք այն ինչ որ հիմա ունենք։